Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy հերուշակեղենահեն հաղորդումը եւ այսինքն Երևանում եւս մեկ գեղեցիկ երկուշաբթի է։ Մի հրաշալի միամսյակային երկուշաբթի, որը դուք որոշել եք անցկացնել ռազմահայրենասիրական մթնոլորտում։ Հայ մարդը հնուց ի վեր դիտել է Arm Comedy եւ այդ կերպ տեղեկացել քաղաքականությունից։ Հետ չմնանք այդ ապու պապենական ավանդույթից եւ իմանանք ինչ է տեղի ունեցել հայոց լեռնաշխարհում վերջին օրերին։ Իսկ այսօրվա առաջին ապու պապենականում դիտեք։ Անի Զախարյանին քիչ էր մնում բաժին տանեին։ Կենսաթոշակային բարեփոխման դեմ նոր ակցիա ֆինանսների նախարարության մոտ։ Մեր հերոստայտողների տեսանյութներն ու դիտարկումները։ Վրաց-ուկրաինական հարաբերությունները Ղրիմի հարցում։ Հերթական հրմշտոցը տորտ բաժանելու ժամանակ մհերը եղել է դեպքի վայրում։ Նոր ակցիա է տեղի ունեցել դեմ եմ շարժման ակտիվիստների մասնակցությամբ։ Ամեն անգամ ինչ-որ մի նոր կրեատիվ բան է լինում այս ակցիաներին, տեսնենք այս անգամ ինչ նոր մոտեցում կլինի։ Բախում ոստիկանության եւ ցուցարարների միջև ինքնահրկիզման փորձ մանրադրամների նետում եւ եռ դեպի ոստիկանության բաժին պահանջով ազատ արձակել բերման ենթարկված 3 ցուցարարների։ Լավ, ինքնահրկիզումը արդեն չեղավ։ Իսկ ցույցը տեղի ունեցել ֆինանսների նախարարի ակամա նախաձեռնությամբ։ Այսինքն այդ ոնց նախարարը ասել էր չբռնենք մի հատ ցույց անենք բարեփոխման դեմ։ Չէ, ակամա։ Ֆինանսների նախարարության մոտ հավաքվելու պատճառը նախարարի օրեր առաջ արած հայտարարությունն էր։ Հիշեցնենք, որ նախարար Դավիթ Սարգսյանը զգուշացրել էր, որ բոլոր այն գործատուները, ովքեր արդեն պարտադիր կուտակային պահումներ են արել, բայց այդ գումարները չեն փոխանցել Գանձապետարանում բացված միասնական հաշվին, կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության։ Այս պահը չեմ հասկանում։ Ինչ է նշանակում պահումներ են արել, բայց չեն փոխանցել Գանձապետարան։ Այդ դեպքում ընդհանրապես ինչ եք պահել։ Մենք ունենք հատուկ միացում նման հաշվապահներից մեկի գրասենյակից, մհերը փորձել է պարզել ինչու են անում պահումները սենց դեպքերում։ Բարև ձեզ, դուք որպես այս հիմնարկի գլխավոր հաշվապահ, կենսաթոշակային պահումներ արել եք։ Պարտադիր իհարկե, պարտադիր։ Հա, բայց Գանձապետարան չեք փոխանցել, չէ՞, ոնց հասկանում եմ։ Այո, չեմ փոխանցել։ Ինչու։ Դե որովհետև դեմ եմ։ Դեմ եք բարեփոխման։ Այո, բարեփոխմանը դեմ եմ։ Դեմ եմ։ Բայց ինչու եք պահումներ արել, ինչ եք անելու այդ գումարով։ Դա արդեն հարցը մյուս կողմն է, նո։ Կարող եմ օրինակ մեքենա գնել, կարող եմ բարեգործությամբ զբաղվել, օրինակ կնոջս մեքենա գնել։ Նո, ես էլ այդպես եմ արտահայտում իմ բողոքը։ Իսկ ցուցարարները խնդրեցին նախարարին, եթե դժվար չի մի հատ իջնի մի կես բերան խոսա իրենց հետ։ Հա մի կես բերան գոնե։ Առաջարկ եղավ պատվիրակություն կազմել եւ բարձրանալ նախարարի մոտ, սակայն ցուցարարները մերժեցին այն, մեջ կողմնելով դեպի նախարարությունը։ Իսկ հնարավոր չէր ինչ-որ կոմպրոմիսի գալ։ Նախարարը օրինակ իշներ երկրորդ հարկ, իսկ ցուցարարներն էլ գոնե մի հարկ բարձրանային։ Հա, կամ Skype-ով ուղիղ միացում անեն։ Չէ, հարցը մեկա դժվար լուծվեր, բայց գոնե մունաթ ավելի ամբողջական տեղ կհասներ։ Բայց այդպես չեղավ, փոխարենը ինչպես միշտ եղավ շատ ինտելիգենտ քաշքշոց։ Նախարարն այդպես էլ չիջավ, ինչի հետևանքով վրդովված ցուցարարները նախ մանրադրամներ նետեցին այս գերատեսչության վրա, իսկ րոպեներ անց փակեցին հարակից Նալբանդյան փողոցը։ Հենց այս պահից ի վեր բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջև եւ 3 մարդ բերման ենթարկվեց ոստիկանական բաժին։ Որից հետո եղավ ինտելիգենտ զրույց օրենքների շուրջ, էլի ոստիկանության հետ։ Դուք օրենքի տիրապետում եք, բարոն տիրապետում եք, միած տեղ լսեք, հա։ Չէ, ինքն էլ բան ասում, դուք էլ իրան լսեք։ Դուք օրենքին տիրապետում եք, հա, ընդհանրապես օրենքներին տիրապետում եք։ Ուր են տանում ես հարցերը։ Դե ոստիկանը ուզում է իմանա արդյոք ցուցարարը տիրապետում է օրենքին։ Ինձ թվում է ոստիկանների կարծիքը արդեն ունի։ Ոչ, դուք չեք տիրապետում օրենքներին։ Ահա, այսինքն դա ռետորական հարց էր։ Լավ, դե մի խոսքով դեմեմի պայքարը դեռ շարունակվում է, իսկ սահմանադրական դատարանից դենձում չկա, մհեր։ Չէ, ապեր, ես հանդիպել եմ դատավորների հետ։ Ու ինչ։ Ու իրանք էլ են անհամբեր սպասում իրանց վերջնական որոշմանը։ Այսօր մենք ստացել ենք մի ֆանտաստիկ շոկոլադե տորտ մեր մշտական հեռուստադիտող Խաչիկ Գևորգյանից։ Խաչիկ ջան, ոսկե ձեռքեր ունես։ Տորթին կից գրության մեջ ասվում էր. տղաներ, շատ վաղուց չեք անդրադարձել ՆՔՄ կուսակցության նախագահ Անի Զախարյանին։ Եթե այս թողարկմանը անդրադառնաք 10 հատ էկլեր են պատիվ տալիս։ Խաչիկ ջան, իրականում մենք 5 էկլերի դիմացել կանդրադառնենք։ Բայց արդեն ասել ես 10։
Կամ 5 տարին մեկ ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենում, չէ՞։ Երբ որ բաժանում ես 5 անգամ 365-ի, 1125-ի, դա անում է 2.7 դրամ, այսինքն 3 դրամ։ Այսինքն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գիտակցում, որ ընդամենը 3 դրամը վաճառում են իրենց ապագան, իրենց երեխաների ապագան։ Հոյակապ մեսիջը։ Հիանալի մեսիջ է։ Շատերին կթվա, որ Անի Զախարյանը սրա մասին խոսում է ընտրություններից մի տարի հետո, բայց իրականում ոչ։ Ոչ։ Անի Զախարյանը սրա մասին խոսում է ընտրություններից 4 տարի առաջ։ Հա, իսկ որոշ տուզիկներ ընտրություններից մի տարի առաջ են սրա մասին խոսում։ Գրեմ 10,000 դրամ, 5 տարով եմ չեն տրում, 5 տարվա կտրվածքով դա օրական կազմում է 5 դրամ 48 լումա, գիտես ինչքան բան կարաս գնես այդ փողով, ինչ, 1 միլիլիտր կաթ, կամ ասենք 10 գրամ բրինձ, կամ 3 գրամ հավի միս։ 3 գրամ ասում ես։ Կուսակցության ամբողջ ակտիվը, Դե երկուսն էլ։ ամբողջ ակտիվը դուրս է եկել քաղաքացիների իրազեկման ակցիայի։ Չի ամեն անգամ շեշտել, որ 2 հոգի են։ Ահագնացող ցույցին փորձեց խոչընդոտել ՀՀ ոստիկանությունը։ Ակցիայի մասնակիցներին ցրելու նպատակով ցուցարարներին հավասար քանակով ոստիկան էին ուղարկել։ Դե այսինքն 2 հոգի։ Ինչ 2 հոգի են ուղարկել։ Խնդրում եմ դա իջացնի։ Ես լավ լսում եմ։ Իջացնի խոսում եմ, ես խոսում եմ։ Ես դες բացատրում եմ։ Դիպաս կլինեմ ես դες հրավիրել ոստիկանության բաժին, ես բողոքը փողոցում ցույց չեմ տալու։ Ես չեմ ներկայացնում, ես հրավիրում եմ։ Մարդկանց անգարում ես Դուք չեք որոշում, ոչ էլ ես եմ որոշում։ Չգիտեմ վերջի 6 տարին որտեղ եք եղել, բայց բողոքը հիմնականում լինում է փողոցում ու հիմնականում սրանցով։ Ու եթե ցույցը 100 հոգուց քիչ է, ցույցի ծանցում պետք չի, պետքա գոնե 98 հոգի էլ ավելանա։ Okay, ես վերջի անգամն էր որ 2 հոգու պահը շեշտում եմ։ Այսօր մեզ նամակ է գրել Խանտը-Մանսիիսկի հայ համայնքի ներկայացուցիչ Փոքրիկ Խաչիկը։ Տղաներ, գրողը տանի, ինչքան կարելի է Յանուկովիչի մասին անկարևոր տեղեկություններ տալ։ Խաչիկ ջան, չի կարելի եթերում նման բառեր օգտագործել։ Գրողը տանին, որը սա Այսքանից հետո այդ դեռ շարունակում է։ Ինչու չեք անդրադառնում Ղրիմի շուրջ ստեղծված դրամատիկ իրադարձություններին։ Ինչ ասեմ, ինչպես ասում էր Ջորջ Վաշինգտոնը, okay, անդրադառնամ։ Եվ այսպես Ուկրաինայում վիճակը լարված է, Ղրիմը փորձում է առանձնանալ, Ռուսաստանն էլ ոնց որ դրան դեմ չի եւ այդ պահին Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարը դիմում է խորհրդի համար ում? Ճիշտ է, տարածքային վեճերը ամենահաջող լուծած գործչին։ Очень активно. Похудел. И что как? Я уже 7 сутки не сплю. Серьезно? Иди работай, пожалуйста. Ты герой, ты и работай. Ոնց ինչու հենց Սաակաշվիլին ու մեկ էլ ինչու։ Հա ուկրաինացի գործընկերը չերնի հարել, ուղղակի Սաակաշվիլին է եկալցվել։ Չնայած լավ, հիմա հանդիպել են հո չեն կանգնել քարտեզի մոտ ու ինչ որ Սաակաշվիլի հետ ռազմավարություն քննարկել։ Военные части Украины, они не все секретные не показаны, но тем не менее. Вот эта часть, это Бахчисарай была. Окружены, все окружены, вот в чем проблема. Это вообще не имеет никакого отношения ни к расположению Черноморского флота. Блокированы и окружены. Более того, провокация на стрельбу, когда подходят вплотную, и либо мы вас штурмуем, либо разоружайтесь. Բադելն եմ։ Ոչինչ, դե իմա ծանր ժամանակներն ընդեղ Սաակաշվիլից մաս փոկելն էլ օգուտ։ Հա, իսկ Վրաստանի նախկին նախագահը ինչ, բայց лав դուխ է տալիս։ Ребята, кто служит, не сдаются, а тем более оружие не слагают. Но это очень непростая ситуация. Я смотрю сегодня как активы первый, просто супер. Супер. Վայմե, տակի ребята, просто սուպեր, սուպեր։ Ես ձեր տեղը հենց հիմա կշարժվեի Ղրիմ։ Դու չի մենակ Ղրիմ, հենց Աբխազիա բանսս կարելի է վերցնել։ Արա, բայց ինչ շիրա է տալիս, բացում է ուղղակի։ Դե դյադ Միշա, երկու կոնկրետ խորհուրդ бан չեք տալիս։ Севроли с улиц, слава богу, ушли. И главное было бы перевал взять, чтобы там... Հասկացաք Սանյոկ, перевал վերցնում եք ու վերջ։ Լավ, ամփոփելու ժամանակն է։ Եվ այսպես Սաակաշվիլին ստացավ բոլոր անհրաժեշտ գաղտնի ինֆորմացիան Ուկրաինայի անվտանգության ծառայության պետից։ Արդյունքում ուկրաինացի գործընկերը ակնկալում է երևի ինչ-որ կոնկրետ խորհուրդ։ Сейчас против Украины проводится крупнейшая в истории разведывательная подрывная операция. Ինչի է այս մարդը սենց ուրախ։
Ուկրաինան դե ինչպես գիտեք կազմակերպման եզրին է։ Մի հատ խաչապուրին կփոխանցեք։ Մատ կենտրոնացեք, հա, վայ։ И поэтому украинцам, и вам лично, и украинской службе безопасности сейчас самый главный патриотический долг спасти Украину, сохранить независимость Украины, территориальную целостность, потому что против вас самый главный чекист и чекист, который способен на все. Мы это знаем на своем опыте. Поэтому вам желаем успеха в этой благородной миссии. Մի խոսքով ուկրաինացիներ ջան, ես մանրից թռա դեռ Կիպրոս պետք է մի քանի խորհուրդ տամ, դες հաջողությունը մաղթում այդ գործում։ Ձեզ լիքը հաջողություն է պետք գալու։ Բայց մի երկու լավ բան է ծառայության պետին ասեք, էլի տեսնում եք ձեզ ոնց է հարգում։ Украине очень повезло, что руководство сейчас СБУ, это я могу свидетельствовать, руководитель СБУ это просто очень опытный и проверенный украинский патриот. Сейчас в этой стране нужны патриоты. Слова слушать очень приятно и почетно. Բայց ինչի Վլադիսլավ ջան, այդ մարդը իր երկրի տարածքներ է կորցրել, դրանից հետո ի՞նչն է պատվաբերը տեղ։ Միակ տարածքային առաջխաղացումը, որը Սաակաշվիլին ունեցել է, փորի զանգվածում ա եղել։ Նենց որ հույսը դրեք ձեր վրա։ Ու Ամերիկայի ոնց որ վացրին օգնեց, հա, չէ, չօգնեց, չէ։ Չէ, ձեր վրա։ Երևանում այս տարի եւս մեծ շուկով նշվեց մարտի 8-ը։ Մեզ հասած օպերատիվ տեղեկություններով այդ օրը նաև անվճար տորթ էին բաժանելու։ Եվ հին ու բարի չինգաչունգի արդյունքում հաղթած մհերը գնաց նկարելու։ Դիտենք մերի ռեպորտաժը։ Զգում ես մեզ ոչ մի անգամ տորթ չի բերում։ Հա։ Մարտի 8-ը Երևանում նշվեց մի ուրիշ խանդավառությամբ ու ցնծությամբ։ Ամեն տեղ ինչ-որ անվճար բաներ էին բաժանում՝ սուրճ, ծաղիկներ, տորթ։ Վերջին երկուսին ավելի մանրամասն անդրադառնանք եւ այսպես ծաղիկներ։ Դուք ինչի համար եք ծաղիկի հետ կանգնել։ Ես կանգնած համար եմ հետ կանգնել, որ կանոջս ծաղիկ կա։ Հերիքում է բոլորին, հա։ Հերիքում է ձեզ։ Հերիքում է ձեզ։ Այո։ Չէ, կարծում եմ, այսօր պետք է ձեզ նվիրեն ծաղիկ, ոչ թե տան։ Ասում, բայց դե Հայաստանում են գտնվում, վերջո։ Լինում է, որ 2-3 անգամ նույն մարդը գա վերցնի ծաղիկ։ Ոնց պատասխանեմ ձեր հարցին։ Ումա պատահում է։ Իսկ դե վերջում ըստ ավանդույթի պետք է այդ զամբյուղը շուռ տալ, որ դե մարդը ստակը բան մնացած չլինի, էլի։ Այս ծաղիկները ընդեղից եք վերցրել։ Բա ինչի ես կան շատ։ Դե որտեղ բոլորին նվիրեմ, համը ինչի չէ։ Բայց դե ոչինչ չի կարող համեմատվել անվճար տորթի ձգողականության հետ, որի կտրտվելու արարողությունը ահագին ձգձգվում էր։ Այսօր անվճար տորթ են բաժանել ստոր։ Վայ, ուրեմն գնացինք մենք։ Մենք գնացինք, մենք անվճար տորթի համար չենք եկել։ Բայց դե ճաշակին ընկեր չկա եւ վերջապես սպասումները արդարացան։ Ոնց է մոտենում եք տորթին արդեն հանդիպումը։ Նորմալ է արդեն։ Համով կլինի։ Երեխաները մոտիկացել են նորմալ է, համով է։ Հələ չենք փորձել, բայց համով է։ Ոնց է։ Հələ չեմ կերել, լավն է։ Հա։ Շնորհակալություն։ Խնդրեմ համեցեք։ Լավ չէ լինի, որ տորթի մեջից ինչ-որ հրշեջ դուրս գար կամ ոստիկան։ Չէ, չեմ կարծում, որովհետև իհարկե հումորը կարծում եմ, որ ամենտեղ փրկում է, հումորը փրկում է, բայց ուզում ենք ուղղակի մի պա ոչ կրեատիվ, այլ դասական տարբերակով մի ինչ-որ գեղեցիկ պահեր պատճառել մեր կանանց։ Ավելի հետաքրքիր չլինի, որ տորթի մեջից ինչ-որ մեկը դուրս գար, ասենք հրշեջի շորերով։ Չգիտեմ, հետաքրքիր կլիներ իհարկե։ Իրավիճակը տորթի շուրջ գնալով սկսեց թեժանալ։ Ոնց է ընթանում, հասնում է բոլորին։ Հա։ Ամեն մեկը 2 կտոր ա ուտում։ Ով վլը ցույց տվեք, ով է 2 կտոր։ Ով է 2 կտոր ուտում։ Ինձ սկսեց անհանգստացնել այն հանգամանքը, որ մեկից ավել կտոր ուտողների պատճառով որոշ մարդիկ կզրկվեն տորթից։ Ամեն մեկին մի կտոր ա, չէ՞, հասնում։ Հա, մի հատ կարամ հայտարարություն անեմ։ Ժողովուրդ, տորթը ամեն մեկին մի կտոր, ոչ ավել։ Հետևում ենք ձեզ, ով որ 2 կտոր վերցնի, թող մեկը հենց հիմա հետ դնի։ Շատ, ամեն մեկին մի կտոր։ Ես 3 եմ վերցրել։ Պետք է բոլորին հերիքի։ Դուք երկրորդ անգամ եք, հա, ոնց որ։ Ես տեսա ամենասկզբում էլ։ Չէ։ Երկրորդն է։ Ես տեսա, բայց մի անգամ էլ եք մոտեցել, չէ՞։ Այս երկրորդն է, չէ՞, երկրորդ անգամ եք վերցրել։ 6-րդ։ 6-րդ։ Երեխեք, դուք վերցրել եք, էլի ես տեսել եմ, էլի եք չէ՞ վերցրել։ Էլի վերցրել եք։
Չէ, նոր առաջ անգամն է, հաստատ։ Մի րոպե սպասեք, էլի։ Մի րոպե սպասեք, էս ուր եք տանում։ Ո՞վ ա տվել։ Ես ամեն մեկին մի կտոր է հասնում փոքր, բա ո՞վ եք տանում։ Էս ո՞նց եք կպցրել։ Բայց դուք կերել եք արդեն։ Ես չեմ կերել իրակն։ Էս լրիվ ձեզ։ Կարատես, ոնց կարատես։ Դրա վերցրեք էդ։ Չէ։ Հա, նշեմ, որ ոչ ես, ոչ օպերատորը նույնիսկ մի կտոր չկերանք։ Ազնիվ խոսք։ Եվս մեկ մարտի 8 ավարտվեց սկսելով նոր կանանց միամսյակը, շնորհավոր սիրելի կանայք, միշտ այսենց, նու սենց չէ, սրան նախնական տարբերակով սեղանների շուրջ նստեք, վայելեք, շնորհավոր։ Այսօր փորձենք ամփոփել ինչ վրիպակներ եք գտել մեր հաղորդման մեջ եւ ուղարկել մեզ։ Ինչպես միշտ նոր վրիպակ է հայտնաբերել մեր մշտականագույն հեռուստադիտող, որը թաքնվում է ՍԳՊՏ անվան տակ։ Մեր ՍԳՊՏ-ն։ Արդեն սրան ենք հասել, հա։ Բովանդակային ոչ մի վրիպակ չեք կարող ամգնել, ընկել եք բութերի հետևից։ Ինձ թվում է լավ առիթա մի հատ մրցույթը ռեստարտ անենք։ ՍԳՊՏ ջան, վրիպակը գտել ես մեգաբաժակը քոննա, բայց եկեք սրանից հետո փորձենք գտնել բովանդակային ինչ-որ սխալներ, ոչ թե տեխնիկական։ Զուտ այն պատճառով, որ բաց թողած բութ ցույց տալը ահագին ձանձրալի է մնացած հեռուստայտողների համար։ Այդ պատճառով ես էլ հիմա այս կտորը փորձում եմ զվարճալի դարձնել այս քիթը կրելով։ Հա, ու մեկ էլ վիդեոները պարտադիր պայման են, Facebook-ով գրելը, mail գրելը չի ընդունվում, եթե չկա տեսանյութ։ Օրինակ վերցրեք մեր հաջորդ տեսամուննաթից, որը ուղարկել է մեր հեռուստայտող Մուշեղը։ Քեզ Սերգեյ ջան։ Ինձ։ Հա։ Բարի գուն ձեզ։ Բարի օր ձեզ։ Սերգեյ ջան, մեռնեմ կյանքին։ Ասա իմ անուշ ախպեր։ Մի արա էլի, պատասխանի նենց ոնց որ կպատասխաներ Սերգեյ, դու։ Ասացեք տեսնեմ հարգելի հեռուստադիտող։ Իշքան հաղորդում կարելի է, որ դու եթեր դուրս գաս, քո այդ տուֆտա սվիտերով, մի հատ տուֆտա սերի սվիտեր ունես, Ախր դու ոնց չես հասկանում, որ դա մեծ է քո հագին, ու դա քեզ ահավոր ձևի չի սազում։ Դու չես հասկանում դա։ Ինչ քեզ բդի մանրամասն դա բացատրվի, հա։ Ինչ խոստովանենք այդ սվիտերի պահ։ Ինձ թվում է ժամանակն է։ Հարգելի հեռուստադիտողներ, շատերդ նկատել եք իմ աններելի սվիտերը, որ ես հաճախ կրում եմ սոցիալական գովազդների ժամանակ։ Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ ես գրազ եմ պարտվել ու հիմա ստիպված եմ ամիսը 6 անգամ այդ սվիտերը կրել եթերում։ Հայցում եմ ձեր համբերությունն ու ներողամտությունը։ Համ էլ երկու սվիտեր ունեմ ու մեկը որ լվանում եմ, մյուսը պետք է հագնեմ, հետո այն մյուսը ու տենց։ Ես զգում եմ, որ ահագին թեթևացանք ոնց որ անցնենք մյուս տեսամունաթին։ Անցնենք։ Հարգելի Արմկոմեդի։ Ձեր անցած հաղորդումներից մեկում մի նոր խորագիր եք մտցրել, որտեղ մեր հայրենակիցները իրենց բանաստեղծություններն են զոնում քաղաքական գործիչներին։ Այժմ առաջարկում եմ նույն բանը անել, բայց մաքսային միության թեմայով։ Վերջապես պետք է չէ մեր սերի այդ միության հանդեպ արտահայտվի նաև արվեստի միջոցով։ Իհարկե, եւ ինչու միայն արվեստի, եկեք մեր սերը արտահայտենք էլեկտրոնային փոստով, Անտոնովկա խնձորներ աճեցնելով եւ խոհանոցում կուլի բյակա պատրաստելով։ Ու դե YouTube-ով էլի, ոնց որ մեր հերոսը։ Таможенный союз нерушимых республик։ Ինձ թվաց թե ոնց որ լավ էլ ուներ բաժակ մեր հեռուստադիտողը։ Հա, այն սկզբում լավ թե էր գրծնում։ Մեր տան կրուշկեկներ են քչություն անում։ Իսկ Armcomedy-ն այսօր այսքանն էր։ Վերջում դիտեք վիդեոբոցը։ Դուք այս տունը գնել եք։ Այո։ Ձեր միջոցներով։ Դե բարձր, մեր միջոցներով։ Բանկի օգնությամբ թե առանց բանկի օգնության։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight.
you know where that shark bites. Բացում այս Սաակաշվիլին, ասա ինչ գործ ունես դու Ուկրաինայում։ Դե ինքը տարածքային ամբողջականության միջազգային փորձագետ է։ Հա բայց 2008-ին Հա ինչ, մի անգամ 2008-ին հա տարածքներ ա կորցրել։ Ինչ մատի փաթաթան եք սարքել, չեմ հասկանում։ Լավ։ Մի անգամ ա կորցրել։